3.5 ամիս հետո ընտրատեղամաս մտնելիս յուրաքանչյուր արմավիրսի պետք է գիտակցի, որ հենց ինքն ամենաշատը իրավունք ունի հեղափոխություն անելու։ Այդ մարզում է Հայաստանի հոգևոր մայրաքաղաքը, որն այսօր հայ եկեղեցին հալածողների թիրախում է։ Արմավիրում է ռազմավարական նշանակության ատոմակայանը, որը փակել պահանջող թուրք-ադրբեջանական տանդեմի ջրաղացին ջուր է լցնում Հայաստանի իշխանությունը։ Ես գիտեմ, որ իշխանությունը ինչքան ջանք է գործադրում, որ Արմավիրի մարզը հատկապես ճնշման տակ պահի։ Ես վստահ եմ, որ դահլիճում նստած բոլորը պատրաստ են եւ գնալու են ամենավերջին ճակատամարտի ընտրական այս գործընթացում, որպեսզի ի վերջո մենք ազատվենք դավաճանների այս իշխանությունից։ Բայց ես շատ եմ կարևորում, որ մեր այս վճռականությունը նաև փոխանցվի գյուղերում, քաղաքներում, ամեն մեկի ընտանիքում։ Հայաստան դաշինքի հետ հանդիպման եկած արցախցիները մտահոգված են, որ գուցե մինչև քվեարկության օրը չկարողանան դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ու քվեարկել։ Ասում են անձնագրայիններում անմարդկային հերթեր են։ Ամենաշատը շահագրգռված ընտրություններին մեծամասը շատ Ղարաբաղցիք մնացածն օդում։ Անձնագրերի մասով մենք էլ ենք զբաղվում։ Անձնագիր ստանալու դժվարությունների մասին բազմաթիվ բողոքներ է ստացել Հայաստան խմբակցությունը։ Յուրաքանչյուրի քվեարկելու իրավունքը ապահովելու համար իրավական հանձնախումբ է ստեղծել դաշինքը, որ մինչև հունիսի 7-ը վերացվեն ընտրությանը մասնակցելու արհեստական խոչընդոտները։ Շատ կարևոր է, որ անձնագրերի եւ մեր հայրենակիցների քվեարկության իրավունքը ապահովենք։ Ես խնդրում եմ, ձեր տվյալները հիմա կտակ, եթե այդ խնդրեմը կա արդեն հիմա ձեր մոտ, կամ եթե կան այլ մարդիկ, որոնք որ այդ խնդիրը ունեն, խնդրում եմ տվեք կապի միջոցներով նաև ես ինքս զբաղվելու եմ այդ հարցով։ Խոստանում է Հայաստան դաշինքը, հունիսի 7-ից հետո, երբ հեռացնեն ԿՊԱ-ականներին, Ադրբեջան բառնել է ջնջվելու արցախցիների անձնագրերից։ Եվ սրանց, որ հեռացրեցինք, այն ժամանակ եւ Հայաստանի Հանրապետության անձնագիր կունենաս եւ դրա մեջ գրված չի լինի Ադրբեջան եւ հույս կլինի, շանս կլինի, որ Արցախ վերադառնալու իրավունքը կպաշտպանվի եւ մենք դրան էլ կհասնենք։ Արմավիրցիները ընտրությունների գնացող ուժի ներկայացուցիչներից ցանկանում են լսել, որ հունիսի 8-ից սոցիալական տարրական խնդիրների չեն բախվելու։ Շտապօգնությունը այնքան էլ շտապ չէ, ու մի տեսակ թալանի մեքենայի է վերածվել, ասում է քաղաքացիներից մեկը։ Մի հատ մեր հետ դեպք պատահավ, մի ամիս առաջ եղբայրս ավարիա տվեց, դեր շտամությունել 50,000 պետք է մուծես։ Դե արի այդ մոմենտին ինչ պետք է, մենք խառնված ենք։ Գնաց հասավ, դե նորից պետք է կատե անենք։ Բանկականին տարեք ձեր հետ էլի։ Հա, մուծումն արեք, պետք է մերուս կատե անենք։ Մուծում արեք, որ մենք բուժում արենք։ Մարդկանց կեղեքելու դեպքերը համատարած են, ասում է Գառնիկ Դանելյանը։ Ոչ միայն այդ դեպքով պայմանավորված, այլ բազմաթիվ այլ դեպքերով օնկոլոգիական հիվանդությունների հետ կապված անունը դնում են, որ անվճար է, բայց ժողովուրդը գնում թալանում են բարից բուն իմաստով, այդ մարդկանց թալանում են։ Ինքն էլի է լսել, որ հիվանդին թողած բյուրոկրատական քաշքշուկների մեջ են ընկնում հիվանդի հարազատները։ Մեր իշխանության գալուց հետո իրապես մարդիկ ոչ թե դառնալու են կեղեքման օբյեկտ, այլ անվճար կարողանալու են այն խնդիրները, որ ունեն օնկոլոգիական հիվանդությունների այս շարքեր կա, որ լինելու է անվճար եւ քաղաքացուն չեն դարձնելու այսպես թալանի կեղեքման օբյեկտ։ Թալանը, կոռուպցիան, անվտանգային սպառնալիքները, օրեցօր խորացող սոցիալական խնդիրները հաղթահարելու բանաձև ունի Հայաստան դաշինքը, վստահեցնում են պատգամավորները։ Շուտով հրապարակելու են նախընտրական ծրագիրը, այնտեղ իրենց հուզող հարցերի պատասխանն են գտնելու բոլորը։ Ամեն գյուղացի հասկանա, մեզ ընտրելով իր կյանքում ինչ է փոխվելու, այսինքն բացի գլոբալ հարցերից։ Եվ սա փորձելու ենք մաքսիմալ մատչելի, հասանելի ձևով, նաև ձեզ լսելով, հասկանալով ավելի խորությամբ խնդիրները, այդ ամեն ինչին կոնկրետ լուծումներով հանդես գալ։ Տաքսու վարորդներին անհանգստացնող ստաժի խնդիրը լուծել են խոստանում դաշինքի ներկայացուցիչները։ Այն մարդիկ, ովքեր առավոտից մինչև ուշ երեկո տաքսի են վարում, Ջիջի կլինի, Յանդեքս կլինի, ես գիտեմ, որ նաև այստեղ ստաժի հետ կապված խնդիր կա, որը չի հաշվարկվում, եւ սա էլ է մի բան, որին մենք անդրադառնալու ենք մեր ծրագրում, ու այդ մարդիկ, ովքեր
ամբողջ օրը աշխատում են իրանց անապազորյա հացը վաստակելու համար, իրանց ընտանիքը պահելու համար, այդ ամեն ինչը պետք է նաև հաշվարկվի ու որպես ստաժ անպայման գրանցվի։ Մենք բավարար խիզախություն ունենք մեր նախկին սխալներն ընդունելու համար, ասում են Հայաստան դաշինքի անդամները։ Մարզերում այսպես կոչված թաղային իշխանիկների արատավոր ինստիտուտը վերացնելու հստակ ծրագիր ունեն։ Ինչ որ այսպես իշխանիկների կամ կերպարների սենց ամենաթողության ինչ որ զգացողություն ունենալն է, երբ որ ոտքերը մի քիչ գետնից կտրվում է ու սկսում են իրենց բաներ թույլ տալ, որը ի վերջո անդրադառնում է այդ ժամանակվա գործող իշխանության վրա, որը սուբյեկտիվ, օբյեկտիվ պատճառներով ինչ որ լուծումներ չի ստացել։ Ես ուզում եմ հստակ իմանաք բոլորդ, որ այս ամեն ինչը հետագայում չի կարող բնականաբար լինել ու սա շատ պետք է պարզ լինի նաև բոլորի համար, ովքեր ունեն ինչ որ ակնկալիքներ, այդ ամեն ինչը ուղղակի չի կարող լինել։ Բայց ավելի ապահով, անվտանգ ու իրական խաղաղ Հայաստան ունենալու համար քվեարկությանը ընտրողների բարձր մասնակցություն պետք է լինի։ Հիմա ժողովուրդ ջան, մենք պատրաստ ենք իսկապես գնալ ու փորձել հաղթել այս ընտրություններում։ Թե պիտի հերթական անգամ Ալիևն ու Էրդողանը արդեն երրորդ անգամ փորձեն իրանց տեխնացուին անցկացնել։ Իսկ եթե այս անգամ անեն, ինչ է լինելու, կարող է հաջորդ անգամ, չգիտեմ, արդեն ադրբեջանական ազգանով ինչ որ մեկը լինի։ Չպիտի թույլ տանք եւ ես իսկապես հավատում եմ, որ միասին մենք կարող ենք ու մենք մեր մասով ամեն ինչ անելու ենք, որ հասնենք դրան, իհարկե ձեր օգնությամբ։ Հայաստան դաշինքի անդամները արմավիրցիներին հորդորում են մտքից հանել ընտրություններով ոչինչ չի փոխվի իշխանահաճո թեզը, անպայման գնալ ընտրության ու մինչև վերջ տեր կանգնել սեփական քվեին։ Թերեզա Կադայեչյան, Արմեն Ապրեսյան, Հայլուշ։